Ես Անին եմ, արդեն 14 տարեկան, սովորում եմ Եղիշե Չայինցի անվան 67 դպրոցում։ Այս պայքարի մեջ եմ արդեն 4-ից 5 տարի։ Ազգային ժողովրդավարական բևեռի պայքարի մասին է խոսքը, որ պայքարում են Հայաստանը ավելի լավ տեղ դարձնելու համար, որ մեր կորուստները վերադարձնելու համար, կորցրած հողերը, ինչպես նաև Արցախը, Արարատը, Արևմտյան Հայաստանը, երբ փոքր էի ու որ հանրահավաքները ավելի հաճախ են լինում, միշտ առաջին շարքերում էի քայլում, պլակատի դիմաց Հայաստանի դրոշով, քայլում էի ու կոչերն էի գոռում, որոնցից մեկն էր Ազատ անկախ Հայաստան, որ ոչ մեկի լծի տակ չլինենք ու ազատ լինենք, մենք ինքներս մեր որոշումները կայացնենք։ Ես Մասիսն եմ, Անի եղբայրը, 10 տարեկան եմ, ես գնում եմ 4 տեսակի խմբակների և պարապմունքների։ Գնում եմ 3D մոդելավորման, հայկական պարի, շվի և ումշամարտի։ Իմ ազատված ես նկարել եմ սիրում և նկարում եմ Մասիս սարը։ Սա իմ Մասիս սարի նկարն է, ես Մասիս սար ասելով պատկերացնում եմ ամեն ինչ, հայերի ծագումը։ Երբ որ ես իմ ծնողների հետ գնում եմ ուրիշ մարզ, ես նկատում եմ Մասիս սարը մի քիչ հեռվից և երազում եմ, որ հետ գա Հայաստան, դառնա էլի մեր սրտում։ Հաճախակի նկարել չեմ սիրում, բայց որ նկարում եմ, Մասիս սարն եմ նկարում, որ ինչ-որ մի կերպ փորձեմ մոտիկանալ սարին, մեր պատմությանը, մեր պատմական հողերին։ Լսել եմ նաև, որ ասում են, որ Արարատը մերը չէ, բայց ես համաձայն չեմ, որովհետև Արարատը Հայաստանի գլխավոր խորհրդանիշներից մեկն է ու հայերի անբաժանելի մի մասն է։ Մենք Արարատից ենք սերում, դրա համար չի կարելի այդպես ասել, որ Արարատը մերը չի, որովհետև մեր գենը, մեր արյունը Արարատի հետ է կապված։ Դրա համար էլ նաև մեր տան պատին կա Արարատի նկարը, որպես հիշեցում, որ Արարատը մերն է։ Երբ ասում եմ Հայաստան, առաջինը գալիս է իմ մտքին իմ ծննդավայրը, բոլոր տեսարժան վայրերը, մեր պատմամշակութային կոթողները, գալիս է մեր պատմությունը, որտեղից մենք սերում ենք, որտեղից մենք գալիս ենք, նաև Արարատը, Արցախը, Արևմտյան Հայաստանը, այն ամենը, ինչ որ կապված է Հայաստանի հետ, հայկական լեռնաշխարհը։ Մեր պատմական տարածքներից միշտ ցանկացել եմ Անիում լինել, առաջին նրա համար, որ իմ անունն էլ է Անի, եւ ընդհանրապես Վանում էլ նաև կցանկանալ լինել, որովհետև շատ բաներ եմ լսել, որ Վանը շատ գեղեցիկ է, Վանալիճն էլ գեղեցիկ տեսք ունի, Աղթամարը նույնպես։ Հայրենիքս այսպես թե այնպես սիրում էի, բայց պայքարի ընթացքում ավելի լավ հասկացա, թե հայրենիքը ինչու համար է կարևոր ու ավելի շատ կապվեցի։ Ցանկանում եմ տեսնել հզոր ու անկախ Հայաստան, ինքնուրույն Հայաստան, իր պատմական տարածքով Հայաստան։ Ես օրինակ ինքս մասնակցել եմ բոլոր թելետոններին եւ ֆիզիկապես եւ ֆինանսապես, որովհետեւ ցանկացել եմ օգնած լինել, որովհետեւ բևեռը ինքնուրույն է, փորձում իր գումարը ստեղծել, հավաքել։ Դրա համար պետք է յուրաքանչյուր մարդու աջակցությունը, թե ֆիզիկական եւ թե ֆինանսական։ Յուրաքանչյուր մարդու օգնությունն էլ հիմա պետք է, որովհետեւ եթե տունը բոլորս նստենք ու մեկը մյուսի վրա գցենք, ոչ մեկն էլ ոչ մի բան չի անի ու հետո էլ կասենք բախից հենց չարեցինք, սիխից հենց չարեցինք ու հետո էլ որ ամեն ինչ կորցնենք, նոր կասենք, որ բայն վաղտ որ դուրս գայի փողոց պայքարի, հիմա այս օրին չի հասնի, դրա համար կարևոր է յուրաքանչյուրի մասնակցությունը։ Միացիր թելեթոն դրամահավաքին և ամրացրու Հայաստանի վերածնունդը։